Պարոն Բաքոյան, մի քանի օր է արդեն ապօրինի գույքի բռնագանձման թեման ավելի է թեժացել, ընդդիմադիրները բորբոքվել են այդ թեմայից, սկսել են պայքարը դրա դեմ, ես կխնդրեմ մեկնաբանեք ինչու է դա այդպես։ Դե ակնհայտ է, գիտեք, երբ 2018 թվականի հեղափոխությունը տեղի ունեցավ, ժողովուրդը արդարացի պահանջ էր դրել արդեն գործող իշխանությունների դեմ, որպեսզի այն ինչ իրենցից թալանվել է, ետ վերադարձվի, իհարկե ժամանակի ընթացքում մենք նաև տեսանք եւ նկատեցինք, որ բազմաթիվ համակարգեր ինչպես են ընդդիմանում, որ այս process-ը տեղի չունենա, բայց մենք կարողացել ենք մի նոր փուլ տեղափոխվել կամ թևակողել, որում արդեն կարողանում ենք ապօրինի գույքը վերադարձնել եւ այս օրենքի մասով մեր ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը շատ լավ հասկանում է իրենց սպառնացող այն վտանգը, որը իրենց արժև արդեն կանգնած է, սկսած իրենց ղեկավարից, Ռոբերտ Քոչարյանից, որից դատախազությունը բազմաթիվ մի քանի միլիարդի գույք է պահանջում եւ դրամական միջոցներ եւ ես չեմ բացառում, որ նաեւ խմբակցության մի շարք անդամներ էլ բախվեն այս օրենքին եւ ենթադրում եմ, որ սա է պատճառը, իհարկե խոսքը միայն չի վերաբերվում իրենց ղեկավարին եւ մի քանի падգամավորների կամ իրենց падգամավորներին, այլ առհասարակ իրենց թիմի անդամներին է սա վերաբերվում եւ այն մարդկանց, ովքեր ժամանակին գողացել են ժողովրդից։ Տեղեկություն տարածվեց, որ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել անվավեր ճանաչելով Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։ Գիտեք, սրանք անհետեցություններ են եւ գալ որևէ անհեթեթ բանով զբաղվել այն դեպքում, երբ դա իր նշանակությունը կորցրել է, կարծում եմ որևէ իմաստ չունի եւ հետեւաբար նման անհետեցությունները մեկնաբանելը ճիշտ չեմ համարում։ Իսկ վտանգավոր չէ այս իրավիճակում նման հարց բարձրացնելը, երբ որ մենք գնում ենք խաղաղության պայմանագիր ստորագրել։ Գիտեք, բոլորս շատ լավ նկատել ենք, որ ընդդիմությունը օրակարգ է սպասարկում եւ այդ օրակարգը խաղաղության պայմանագիրը վիժեցնելն է եւ խորը համոզմունք ունեմ, որ սա նաեւ երրորդ ուժերի կողմից վերահսկվող, կառավարվող process է եւ ըստ էության միայն իրենցով չի որ պայմանավորված է, հետեւաբար եւ այն ինչ որ տեղի է ունենում, միայն սա չէ, որ խաղաղության օրակարգին դեմ է, այլ մենք ժամանակի ընթացքում համոզվել ենք ինչպիսի հակապետական, ինչպիսի պետության դեմ ուղղված գործողություններ են իրականացնում մեր ընդդիմության ներկայացուցիչները։ Այնպես որ սա նորություն չի իրենց քայլերի մեջ, թե ինչպես կարող է օգտագործվել պետության դեմ։ Սրանք նեղ անձնական շահերից են բխում։ Եվ վստահ եմ տեսել եք Մերձավանի դպրոցում տեղի ունեցող ակցիան ուսուցչուհու դեմ, ըստ ձեզ սա նպատակաուղղված սադրանք է, ինչ է ըստ ձեզ։ Գիտեք, ես կարծում եմ մենք պետք է մի հասարակություն ձևավորենք, որտեղ եւ որում ուսուցչի նկատմամբ հարգանքը ոչ թե պետքա բարձր լինի, այլ արժանավույնս լինի։ Եվ մենք այս պահին դեռ այդ հասարակությունը ձևավորելու process-ում ենք եւ հիմա այն ինչ տեղի ունենում եւ մենք ականատես եղանք նաեւ մամուլից տեղեկանում ենք, ուսուցչի նկատմամբ այս գործողությունները որևէ կերպ ընդունելի չեն եւ կարծում եմ համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվի եւ ոչ միայն այս մասով, այլ առհասարակ նման դեպքերը կանխելու համար։ Վերջին շրջանում տեղի ունեցող սադրանքները հնարավոր է տեղավորվում են այն լոկալ ակցիաների շրջանակում, որի մասին մամուլում հրապարակումներ եղան, որ ընդդիմությունը 2026-ից առաջ լոկալ ակցիաներ է կազմակերպում ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում։ Գիտեք, ընդդիմությունը պարբերաբար բեղեր է դնում, որ իրեն չճանաչեն, կերպարանա փոխվում է, անուն է փոխում կամ անուններ են փոխում, փորձում են տարբեր դեմքերի կամ դիմակների տակ հանդես գալ իրենց նպատակին հասնելու համար, բայց ի ուրախություն ժողովրդի եւ ի դժբախտություն իրենց
պարզապես որևէ կերպ իրենց չի հաջողում, քանի որ անկեղծ չեն իրենց գործողություններում եւ այնինչ իրականացնում են, սա չի բխում ոչ պետության եւ ոչ էլ ժողովրդի շահերից։ Սրանք նեղ անձնական շահեր են, որոնք նաեւ պատվիրված են որևէ այլ կենտրոնից եւ սրա մասին շատ լավ հասկանում են մեր քաղաքացիները։ Որը պետք է լինի իշխանության անելիքը, որտեղ նկատում ենք, որ չկա մի շաբաթ, որ որևէ սադրանք չլինի, որի մեջ ընդդիմադիր որևէ ներկայացուցիչ չլինի։ Գիտեք, իշխանությունը եւ առհասարակ պետությունը պետք է բարձր իմունիտետ ունենա, որ կարողանա դիմակայել եւ քանի որ մենք գնում ենք ինքնիշխանության ճանապարհով եւ այս ճանապարհին մենք բազմաթիվ բարդությունների, դժվարությունների ենք հանդիպելու, հետևաբար պետք է կարողանանք հաղթահարել այս դժվարությունները։ Եվ նաև Էդգար Ղազարյանը եւ ոչ միայն ինքը իմպիչմենտի գործընթաց են նախաձեռնել, ասացին, որ բոլոր падգամավորներին նամակներ են ուղարկել, դուք ստացել եք այդ նամակը եւ ինչ սպասել այս գործընթացից։ Թույլ տվեք ներողություն խնդրել մեր դիտողներից եւ ձեզանից, բայց հիմարությունները թույլ տվեք չմեկնաբանել։ Հիմարությունները թող մնան այն մարդկանց շրջանակներում, ովքեր ձեռնարկել են նման հիմարությունները։ Վերջին շրջանում ակտիվացել են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, նրանք ինչ-որ հանդիպումներ են ունենում հայկական համալսարանի ունկնդիրների եւ դասախոսների հետ։ Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես այդ լսանի առաջ հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմը հրահրել են հայերը, հետո ուղղեց ասեց Հայաստանի իշխանությունները։ Ես նախ կուզեի, որ Ռոբերտ Քոչարյանը կարողանար իր հայտարարությունը գրավոր գրատախտակի վրա գրեր եւ մենք տեսնենք արդյոք համալսարանում արժեր հանդիպում ունենալ ուսանողների հետ, սա մեկ, երկրորդ, ընդդիմությունը նաև ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներին քննադատելը դա հարված է պետությանը, այն դեպքում, երբ երկրորդ նախագահը ինքը չի գիտակցում իր զբաղեցրած պաշտոնի կարևորությունը, այդ ինստիտուտը առհասարակ չի կարևորում եւ կարծեք թե հենց իր գլխավորությամբ է, որ այլ կենտրոններից իրենք սպասարկում են շահեր, որոնք չեն բխում մեր երկրի շահերից եւ սրանք ոչ միայն չեն բխում Հայաստանի Հանրապետության շահերից, այլ պարզապես սրանք թշնամական հայտարարությունն են ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Սերժ Սարգսյանը նույն լսանի առաջ հայտարարել էր, որ իրենք վարչապետի տեխնացուի հարց չեն լուծում, այլ իշխանափոխության հարց են ուզում լուծել։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Ես էլի ժպիտով կանդրադառնամ այս հարցին, որովհետև փորձեցին ամենատարբեր կերպարների բերել, ամենատարբեր ոլորտներից, ամենատարբեր կերպարներով, ձևերով, չափերով եւ որևէ կերպ իրենց չի հաջողվում գտնել իրենց պատկերացմամբ տեխնացու, որը կարողանա իրենց նպատակները առաջ տանել։ Հետևաբար կեղծ օրակարգի մասին չեմ կարծում էլի, որ նորմալ է ամբողջությամբ եւ բացատրություն տալ կամ մեկնաբանել կամ վերլուծել։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։